Բարի օր, դուք դիտում եք Կիրակ նորը հերթապամասը։ Այս թողարկման մեջ տեղեկատված կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարոտ։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանն այցելել է Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը։ Նախարարն ամփոփել է փրկարարծառայության 25 թվականի աշխատանքը։ Բանակցությունը որպես առաջնային արձագանքման գործիք, ոստիկանության գվարդիայի կազմում բանակցային բաժին է ձևավորվել։ Քաղաքացիակենտրոն մոտեցում և արագ արձագանք հենց այս սկզբունքներով է գործում նորաստեղծ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը, որը միավորում է ոստիկանության և փրկարարծառայության զանգերը մեկ միասնական հարթակում։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը կենտրոնում ծանոթացել է տեխնիկական լուծումներին։ Քաղաքացիակենտրոն մոտեցում, արագ արձագանք, 24/7 ռեժիմով հասանելիություն։ Սրանք 112 միասնական հեռախոսահամարի գործունեության հիմնարար սկզբունքներն են՝ պետության և քաղաքացու միջև վստահության կամուրջ, որը միավորում է օգնությունը, պատասխանատվությունն ու օպերատիվ գործելակերպը։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը փետրվարի 16-ին այցելել է նորաստեղծ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ փետրվարի 15-ից գործարկվել է միասնական հեռախոսահամարը, միավորելով ոստիկանության և փրկարարծառայության զանգերը, ապահովելով արագ և համակարգված արձագանք։ Նախարար Սարգսյանը ծանոթացել է կենտրոնում կիրառվող տեխնիկական լուծումներին, ահազանգերի ընդունման, մշակման և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցման գործընթացներին, հետևել քաղաքացիներին տրվող խորհրդատվության ընթացքին և կարգախմբերի շարժընթացին, կարևորելով համակարգի արագ ու թիրախային արձագանքը։ Արփին Սարգսյանը նաև աշխատանքային խորհրդատվություն է անցկացրել։ Օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման և գործունեության մեկնարկի առթիվ ներքին գործերի նախարարը շնորհավորել է կենտրոնի անձնակազմին, ընդգծելով, որ կառույցի ձևավորումը նախարարության ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է։ Նրա խոսքով կենտրոնի գործունեության հիմքում դրված է մեկ զանգ արագ արձագանք տրամաբանությունը և անհրաժեշտ է գործել հենց այդ փիլիսոփայությամբ, ապահովելով անխափան, համակարգված և արդյունավետ աշխատանք։ 112-ը պարզապես նոր հեռախոսահամար չէ, այլ ահազանգի կառավարման ու արձագանքման տեսանկյունից գաղափարական նոր մոտեցում, նշել է Արփին Սարգսյանը, կարևորելով ծառայության արդյունավետության բարձրացման ուղղված աշխատանքներում տարբեր սցենարների վրա հիմնված ահազանգերի մոդելավորման կիրառումը, արձագանքման ժամանակի կրճատումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գործընթացների լավարկման հնարավորությունները։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ յուրաքանչյուր ահազանգ անկախ ծագման վայրից ունի հավասար կարևորություն, ընդգծելով, որ կենտրոնի անձնակազմը պետք է պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերի բոլոր զանգերի նկատմամբ, ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկում։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ կազմակերպելով շարունակական վերապատրաստումներ։ Նա նաև կարևորել է իրազեկման միջոցառումների ակտիվացումը, որոնց նպատակը հանրության համար 112 միասնական հեռախոսահամարը հնարավորինս կարճ ժամկետում ճանաչելի դարձնելն է։ Ներքին գործերի նախարարը ընդգծել է նաև շտապօգնության կանչերի համակարգի ինտեգրմանը նախապատրաստվելու կարևորությունը, նշելով, որ այդ ուղղությամբ պետք է իրականացվեն անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ ծառայությունների առավել արդյունավետ և միասնական գործարկումն ապահովելու նպատակով։ Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ձևավորման գործընթացի պատասխանատուներին, ներքին գործերի նախարարը առանձնահատուկ կարևորել է մասնագիտական թիմի կատարած ծավալուն աշխատանքը։ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը վստահության և աջակցության համար շնորհակալություն հայտնելով ներքին գործերի նախարարին, հավաստիացրել է, որ կենտրոնի անձնակազմը պատրաստ է պատշաճ կատարել իր գործառույթները, ապահովելով արագ արձագանքում։ Արփին Սարգսյանն աշխատանքային խորհրդատվություն է անցկացրել փրկարարծառայությունում, ամփոփվել են 2025 թվականի գործունեության արդյունքները։ Նախարար Սարգսյանին զեկուցվել է, որ արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը փետրվարի 12-ին փրկարարծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդատվություն, որի ընթացքում ամփոփվել են ծառայության 2025 թվականի գործունեության արդյունքները։ Փրկարարծառայության տնօրեն Արամ Ղազարյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կատարված աշխատանքը և նշել, որ հանրապետությունում գրանցվել է 18586 արտակարգ դեպք և պատահար։ Փրկարարծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 202 մարդու կյանք։ Արամ Ղազարյանի խոսքով արտակարգ դեպքերի
դեպքերի թվի աճին զուգահեռ նախորդ տարվա համեմատ զոհերի եւ տուժածների թիվը նվազել է 59-ով, գրանցվել է հրդեհների 9855 դեպք, 2024 թվականի համեմատ 87-ով նվազել են փլուզման ու քարաթափման դեպքերը։ Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների զարգացման գործընթացին, նա նշել է, որ անցկացվել է 282 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, վերապատրաստվել է 923 փրկարարական ծառայող, 494 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։ Արամ Ղազարյանի խոսքով քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղություններով ակտիվ քայլեր են ձեռնարկվել հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 4103 զանգ։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանձնակազմին կատարած աշխատանքի համար եւ ընդգծել, որ կարեւոր է պահպանել արձանագրված դրական ցուցանիշները եւ յուրաքանչյուր տարի սահմանել նոր նշաձող ծառայության արդյունավետությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար։ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս տարի պետք է կենտրոնանալ փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումների փուլային իրագործման վրա, գրանցելով որակական փոփոխություններ։ Նախարար Սարգսյանի խոսքով հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ պրոֆեսիոնալ արձագանքից բացի անհրաժեշտ է առաջացման պատճառների խորքային վերլուծություն, ինչը թույլ կտա ընթացիկ տարվա համար մշակել առավել թիրախային քաղաքականություն, ուղղված ինչպես մարդկային, այնպես էլ այլ գործոններով պայմանավորված հրդեհների կանխմանը։ Նախարարը հանձնարարել է կանխարգելման նոր մեթոդների կիրառման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ։ Արփինե Սարգսյանը կարևորել է հրշեջ կամավորական ջոկատներում երիտասարդների ներգրավումն ու այդ ուղղությամբ սոցիալական եւ այլ երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը։ Ներքին գործերի նախարարը ընդգծել է բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման շրջանակում պատասխանատու մարմինների հետ աշխատանքը շեշտելով առավել համակարգված վերահսկողության անհրաժեշտությունը։ Արփինե Սարգսյանը կարևորել է նաև առկա քրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի գնահատումը, հանձնարարելով ներկայացնել առաջարկներ հանրապետական նշանակություն ունեցող կամուրջների սեյսմիկ անվտանգության վերաբերյալ։ Նախարար Սարգսյանի խոսքով հատկապես փրկարար ծառայությունում վերապատրաստումները պետք է լինեն շարունակական։ Ընդգծվել է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի գործիքակազմի շնորհիվ փաստական տվյալների վրա հիմնված իրավիճակային վերլուծության կարևորությունը, ինչը թույլ կտա մոդելավորել սցենարների վրա հիմնված վարժանքներ, նպաստելով ծառայողների գործնական հմտությունների կատարելագործմանը։ Աղետների ռիսկի կառավարման համատեքստում վաղ ազդարարման համակարգերի արդյունավետ գործարկման նպատակով նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել համայնքների հետ բացատրական աշխատանքներն ու բնակչության շրջանում շչակների ազդանշանների եւ վարքականոնների վերաբերյալ իրազեկումները։ Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին վստահեցրել է, որ փրկարար ծառայությունը շարունակելու է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Ներքին գործերի նախարարը Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է համատեղ ծրագրերի հաջողությունները, վիզաների ազատականացման ուղղված Հայաստանի քայլերը եւ Եվրոպական միության կառույցների, Ֆրոնտեքսի եւ Եվրոպոլի հետ համագործակցությունը։ Նախարար Սարգսյանը կարևորել է Մագնուս Բրուների առաջիկա այցը նոր համագործակցության փուլի մեկնարկով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը, կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։ Ներքին գործերի նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել հանձնառությունը հետևողականորեն շարունակելու նախանշված քայլերը։ Անդրադառնալով ԵՄ կառույցների, Ֆրոնտեքսի եւ Եվրոպոլի հետ գործընկերությանը, նախարար Սարգսյանն այն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։ Դեսպան Մարագոսը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարին, ընդգծելով համատեղ գրանցված տեսանելի արդյունքները։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների Հայաստան այցի մանրամասները, ինչը համագործակցության նոր փուլի մեկնարկ կհանդիսանա։ Հայաստանը ժամանել արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խումբը, որը կենտրոնացած է կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված հանրային ներդրումների կառավարման եւ գնահատման հարցերի վրա։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հանդիպել է հիմնադրամի տեխնիկական աջակցման առաքելության ղեկավարին։ Կլիմայի գծով հանրային ներդրումների կառավարման եւ գնահատման շրջանակում Հայաստան է ժամանել արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խումբը։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 16-ին հանդիպել է հիմնադրամի տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Էդմոն Պատրիկ Հերնի գլխավորած պատվիրակությանը։ Մասնակցում էին ներքին գործերի եւ ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության եւ ֆինանսական հատկացումների վերաբերյալ
հարցեր։ Արամ Ղազարյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումն առանձնահատուկ կարևորություն ունի համագործակցության ամրապնդման եւ արդյունավետ լուծումների մշակման տեսանկյունից։ Ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը, գործողությունների ծրագիրն ու առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենքին, ինչպես նաեւ կլիմայական գործոնների ազդեցությանն ու դրանց դիմակայունությանն ուղղված միջոցառումներին։ Ներկայացվել են նաեւ ներդրումային մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ։ Կարևորվել են վաղ ազդարարման համակարգի արդիականացումն ու փրկարար ծառայողների վերապատրաստումները։ Աղետների ռիսկի նվազեցման եւ կլիմայական փոփոխություններին դիմակայունության ուղղությամբ ընդգծվել է ներդրումների արդյունավետ կառավարման կարևորությունը։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք թողարկումը։ Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը պահանջում է ոչ միայն տվյալների հավաքագրում, այլև դրանց խորը վերլուծություն եւ կանխարգելման միջոցառումների մշակում։ Ձևավորվել է ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը։ Փաստահեն վերլուծությունը, կանխարգելման արդյունավետ գործիքների ներդրումն ու դեպքերի հետագծելիության ապահովումը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ամբողջական շղթան է։ Ներքին գործերի նախարարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակում հենց այդ մոտեցմամբ է ձևավորվել է հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնը, որի նպատակն է համակարգել տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, նպաստել կանխարգելման արդյունավետ միջոցների մշակմանը, բարձրացնել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։ Նոր կենտրոնի ձևավորմամբ ներքին գործերի նախարարությունը փորձում է լուծել երկու հիմնական խնդիր։ Առաջինը ապահովել հստակ ճշգրիտ վիճակագրության ձևավորում եւ երկրորդ իրականացնել հանցավորության վերաբերյալ հիմնավոր քրեաբանական վերլուծություններ եւ հետազոտություններ, որոնք հետագայում կարող են օգտագործվել թե ներքին գործերի նախարարության եւ թե այլ իրավապահ մարմինների կողմից հանցավորության կանխարգելման աշխատանքներում, ինչպես նաեւ իրենց աշխատանքի արդյունավետությունը գնահատելիս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը խոսելով կենտրոնի կարևորության մասին նշում է. Կենտրոնի առաքելությունը նախ ճիշտ վիճակագրությունն է եւ որոշակի վերլուծական գործիքներ օգտագործմամբ ճիշտ վերլուծություն անելն է։ Տվյալները փոխանցելով մեզ հնարավորություն կտա թե կանխարգելման առումով ճիշտ պլանավորել աշխատանքը, թե հանցագործությունների բացահայտման առումով ավելի թիրախային հանցատեսակների դեմ պայքարել։ Հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի պետ Գոհար Բեգոյանի խոսքով նախկինում վիճակագրությունը ամբողջությամբ չէր արտացոլում հանցավորության իրական պատկերը, քանի որ քրեաբանական խորքային վերլուծության բացակայությունը թույլ չէր տալիս վերհանել հանցագործության իրական պատճառները։ Կենտրոնում են հավաքագրվում եւ հաշվառվում հանցավորության վերաբերյալ բոլոր իրավապահ մարմինների կողմից ստացվող տվյալները ամբողջ հանրապետության մակարդակով։ Այսպիսով այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը սկզբունքային նշանակություն ունի այս կենտրոնի գործունեության համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի խոսքով կենտրոնի գործունեությունը միայն վիճակագրությամբ եւ վերլուծությամբ չի սահմանափակվելու։ Ունենալու ենք նաեւ հանցագործություն կատարած անձի վարքագծի հետագծելիությունը, որը մեզ հնարավորություն կտա անձին սկսած հանցագործություն կատարելուց մինչև դատական պրոցեսներ հետևել մարդու վարքագիծը։ Կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից է նաև վերլուծական աշխատանքներում երիտասարդ հետազոտողների ներգրավումը։ Երիտասարդ հետազոտողների հետ համագործակցության շրջանակներում ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ուսանողների եւ երիտասարդ մասնագետների ներգրավել տարբեր ուղղություններով հետազոտական աշխատանքներ իրականացնելու գործընթացում։ Մենք նախատեսում ենք ընտրված երիտասարդ հետազոտողների հետ մեր համագործակցությունը դարձնենք շարունակական եւ ներգրավենք երիտասարդ հետազոտողներին ներքին գործերի նախարարության կողմից հետագայում իրականացվելիք տարբեր միջոցառումներում։ Գոհար Բեգոյանը նշում է, որ նորաստեղծ կենտրոնի գործունեությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա եւ համահունչ է ներքին գործերի նախարարության բարեփոխումների օրակարգին։ Գործունեությունը կարևոր նշանակություն կունենա նաեւ վիզաների ազատականացման գործընթացում, քանի որ կենտրոնի գործունեության արդյունքում կունենանք հանցավորության վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ եւ դրա հիման վրա կկարողանանք առավել ճիշտ կերպով պլանավորել հանցավորության կանխարգելման ուղղված մեր գործողությունները։ Երբ մենք ունենանք բավականաչափ լավ ձևավորված գիտահետազոտական բազա, դա մեզ նաև հնարավորություն կտա առավել ճիշտ կանխատեսել հանցավորության վերաբերյալ հիմնական ռիսկերը եւ գնահատել հանցավորության իրավիճակը երկրում։ Կենտրոնի հաստիկների մեծ մասն արդեն համալրված է եւ գործընթացը շարունակվում է։
Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել է նաև կենտրոնի տարեկան ծրագիրը, որը ներառում է մի շարք միջոցառումներ, անձնակազմի կարողությունների զարգացում եւ տարբեր ուղղություններով հետազոտությունների իրականացում։ Մինչև տարեվերջ կենտրոնում կգործարկվի արհեստական բանականության ժամանակակից գործիքներով հագեցած թվային հարթակը, կթվայնացվի դատվատության մասին տեղեկանքների ստացման գործընթացը, իսկ հանցավորության տվյալների բաց հարթակի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան թափանցիկ եւ մատչելի ձևաչափով հետևել պաշտոնական վիճակագրությանը։ Ուժի փոխարեն խոսքը, հարկադրանքի փոխարեն համբերատար լսելու կարողությունը եւ վստահության ձևավորումը բանակցող ոստիկանների գործունեության հիմքում գլխավոր սկզբունքներն են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում բանակցային ոստիկանությունը դարձել է իրականություն։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում բանակցային ոստիկանությունն այլևս գաղափար չէ, այլ իրականություն։ Ուժի փոխարեն խոսք, հարկադրանքի փոխարեն համբերատար լսելու կարողություն, արդյունավետ հաղորդակցության միջոցով վստահության ձևավորում։ Այս սկզբունքներով են առաջնորդվում բանակցող ոստիկանները։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում 4 սենասյուներից արդեն ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացում նախատեսվեց առանձին բանակցային բաժնի գաղափարը, այսինքն առանձին ստորաբաժանում, որը կզբաղվի բանակցություններով։ Բանակցային ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության կոնցեպտի մեջ նոր գիտականորեն հիմնավորված մոտեցում է։ Հավաքների եւ հանրային միջոցառումների ժամանակ երբեմն իրավիճակը լարվում է, եւ հենց այդտեղ է, որ բանակցություններ վարող ոստիկան ընտրում է երկխոսելու տարբերակը, կիրառելով հոգեբանական գործիքակազմ, իրավիճակի թիրախային վերլուծություն, մասնագիտական եւ տակտիկական հմտություններ։ Բանակցային ոստիկանության հիմնական նպատակը դա օրենքով եւ սահմանադրությամբ հետապնդվող նպատակին հասնելն է առանց հարկադրանքի կիրառման։ Այսինքն հարկադրանքի կիրառումը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց։ Բանակցային ոստիկանության միջոցով հնարավոր է լինում խուսափել, այսպես ասած, առճակատումից։ Էդգար Պետրոսյանը կարծում է, որ բանակցող ոստիկանների խնդիրն է ոստիկանության եւ միջոցառումների մասնակիցների միջև վերացնել մենք նրանք անջրպետը, դրսևորել քաղաքացիակենտրոն մոտեցում։ Բանակցային ոստիկանության նպատակն է նաեւ հասարակություն ոստիկանության կապի ամրապնդումը։ Նաեւ ինչու՞ չէ համագործակցության ակտիվացումը։ Ոստիկանության համակարգում որպես առանձին ստորաբաժանում երբեք չի գործել բանակցային բաժինը։ Բանակցող ոստիկաններն ընտրվել են մի շարք մասնագիտական եւ անձնական չափորոշիչների հիման վրա։ Իրենք պետք է լինեն հոգեբանորեն ստրեսակայուն, բավարար իրավական գիտելիքներ ունենան եւ կարողանան ձևավորել հաղորդակցություն, այսինքն ունենան նաեւ հաղորդակցության հմտություններ։ Հաջող բանակցությունը հիմնված է համագործակցության եւ փոխզիջումների վրա, ինչը թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում նվազեցնել լարվածությունն ու ագրեսիվ դրսևորումները։ Եղել են հաճախ դեպքեր, երբ հավաքի մասնակիցների բարձրացած հարցը մեր միջամտության արդյունքում մինչև հավաքի անցկացումը արդեն իսկ լուծված է եղել եւ ըստ էության հավաքի անցկացումը ոչ նպատակարար է համարվում։ Նշված գործառույթների իրականացման ընթացքում առանցքային դեր է զբաղեցնում բանակցային ստորաբաժանման ծառայողների աշխատանքը։ Բանակցային ստորաբաժանման ձևավորումը ներքին գործերի նախարարության բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հիմնված է մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության եւ քաղաքացիակենտրոն մոտեցումների վրա, հասարակության հետ փոխհարաբերություններում ամրապնդելով համակարգի նկատմամբ վստահությունը։ Առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության դիմնամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու Մաքսանենկ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։ Տեղեկությունն իրացվեց փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին սերբակալեցին 29-ամյա Աբովյանցուն եւ Opel Magnish-ի մեքենայով հանդերձ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդը հայտնեց, որ իր վերցրած թմնամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Opel-ի խոզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 150 գրամ մարիխուանա։ Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Նախույրանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Ազատան բնակավայրի վարչական տարածքում գտնվող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերել թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ Mercedes Magnish-ի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 6 փաթեթ, ընդհանուր 21.13 գրամ քաշով։ Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին
կազմին, իսկ Mercedes-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 24 փաթեթ, ընդհանուր 84.82 գրամ քաշով։ Կատարվում է նախաքննություն։ Մաքսանենք ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրին փետրվարի 13-ին։ Մայրաքաղաքի պարեկների հետ համագործակցելով քրեական ոստիկանները Երևանի, Շիրակի եւ Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին ու համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ 37-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 218 գրամ մարիխուանա։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ բնակչության հիմնադրամի եւ ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում 2025 թվականի հունիսից ոստիկանությունում գործարկվել է Սեյֆյու առցանց բջջային հավելվածը։ Սեյֆյուն ներքին գործերի նախարարության ոստիկանության թիրախային գործիք ընտանեկան բռնության դեմ պայքարում։ Բռնությունը կարմիր գիծ է։ Այդ սկզբունքով է առաջնորդվում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը առավել արդյունավետ իրականացնելու գործում ներդնելով առավելագույն ջանք։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ բնակչության հիմնադրամի եւ ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում 2025 թվականի հունիսից ոստիկանությունում գործարկվել է Սեյֆյու առցանց անվտանգ բջջային հավելվածը, որն առաջինն է տարածաշրջանում։ Առաջին երկիրը, որտեղ ըստ էության մենք սկսեցինք Հայաստանը եղավ։ Այս պահին մենք շուրջ 7 երկրներում գործունեություն ենք ծավալում, այս տարի եւս 3 երկիր կավելանա։ Մենք սկսեցինք մեր բանակցությունները ոստիկանության, արդեն ներքին գործերի նախարարության հետ։ Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Հավելվածի տարածվածության դրական տենդենց ունենք, քանի որ 2025-ի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսը մենք ստացել ենք համակարգի միջոցով 20 ահազանգ, իսկ դեկտեմբեր ամսից մինչ առ այսօր ունենք արդեն 24 ահազանգ, այսինքն նախորդող 2 ամսվա ընթացքում ավելի շատ ահազանգ ենք ստացել, քան համակարգի գործարկումից հետո առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Սեյֆյու բջջային հավելվածի միջոցով կատարված ահազանգն ինքնաշխատ արտացոլվում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավտոմատացված տեղեկատվական համակարգում, ինչից հետո այն փոխանցվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը։ Համակարգի տարածումը ոչ միայն ահազանգման գործիք է բռնության ենթարկված անձանց համար, այլ նաև ոստիկանության համար բավականին մեծ թվային վերլուծական գործիք է։ Պայքարն առավել թիրախային իրականացնելու, խնդիրները ճիշտ գույքագրելու եւ դրանք հասցեավորելու տեսանկյունից։ ՄԱԿ բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի համակարգող Թագուի Հարությունյանը նշում է, որ ներքին գործերի նախարարության հետ երկար տարիների համագործակցություն ունեն, իսկ Սեյֆյուն դրանցից մեկն է։ Ոստիկանությունը նաև այս հավելվածի ինտեգրման միջոցով հնարավորություն է ունենալու մի շարք տվյալների հասանելիություն ունենալ, ընդհանուր մինչև անձի գեոլոկացիա, որը հնարավորություն կտա ժամանակին եւ պատշաճ աջակցություն տրամադրել։ Բացի դա, հավելվածի ինտեգրումը ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգում հնարավորություն կտա նաև պետության կողմից վարվող վիճակագրական պատկերն առավել հստակ իրականացնել։ Հավելվածն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անվտանգ է եւ արտահոսքի ռիսկեր չունի։ Բջջային հավելվածն ապահովված է նաեւ անվտանգության գործիքով, որը բռնության ենթարկվածին հնարավորություն է տալիս հեռախոսում թաքցնելու հավելվածը։ Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, քանի որ Սեյֆյուն նաև գործում է Եվրոմիությունում, 3 Եվրոմիության երկրներում, նաև ԱՄՆ-ում, բնականաբար այն բոլոր միջազգային խիստ ստանդարտները, որոնք գոյություն ունեն տվյալների պաշտպանության վերաբերյալ եւ նաև կիբերանվտանգության, դրանք բոլորը պաշտպանվում են։ Նշված հաղորդումներով ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, դեպքը արձանագրելու, համապատասխան որոշումներ կայացնելու, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Սեյֆյուն ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է թվային հանրային բարիք, ինչը արտաքին նկատմամբ բարձր վստահության մասին է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը օգտագործելով թվային այս հարթակը շարունակելու է բռնության դեմ հետևողական պայքարը, ձևավորելով առավել անվտանգ միջավայր։
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև գիրք նվիրելու օր է, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Սերո Խանզանդյանի անվան թիվ 184 ավագ դպրոց եւ հանդիպել աշակերտների հետ։ Նախարարը շնորհավորել է տոնի կապակցությամբ, կարևորել հանրային երկխոսության ակտիվացումն ու երիտասարդների հետաքրքրվածությունը ներքին գործերի նախարարության գործունեության նկատմամբ։ Անմիջական զրույց, հետաքրքիր հարցադրումներ, ակտիվ քննարկում։ Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև նշվում է որպես գիրք նվիրելու օր, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշակերտների հրավերով այցելել էր Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց։ Սովորողները իրենք առաջարկեցին, որ հենց գիրք նվիրելու տոնին հրավիրենք ներքին գործերի նախարարին։ Գուցե դա մտածեք ինչու, ինձ էլ դա հետաքրքիր, իրենք ասեն մենք հարցեր ունենք նախարարին։ Օրվա արդիվ շնորհավորելով ներկաներին նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար եւ կարեւորել երիտասարդների հետաքրքրվածությունը ներքին գործերի նախարարության ոլորտային կառավարման գործընթացների նկատմամբ։ Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ստեղծվել է հանրային երկխոսության լայն դաշտ, ներգրավելով թե երիտասարդներին, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Սա հնարավորություն է տալիս նախարարությանը առավել արդյունավետ արձագանքել բարձրացված հարցերին եւ քննարկումների միջոցով մշակել արդյունավետ լուծումներ, կարեւորել է նախարարը։ Երբ որ իմացանք, որ նախարարը գալու է, շատ ուրախացանք, որովհետև հետնել շատ անսպասելի էր ու մեծ պատասխանատվություն էր մեզ համար։ Արփինե Սարգսյանը խոսել է ոստիկանության, փրկարար ծառայության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության աշխատանքի մասին, նշելով, որ ծառայություններն ուղեկցում են քաղաքացիներին կյանքի տարբեր փուլերում, սկսած ինքնությունը հաստատող փաստաթղթի տրամադրումից մինչև արտակարգ իրավիճակներում արձագանքում եւ անվտանգության ապահովում։ Կցանկանայի, որպեսզի Տիկին Սարգսյանի օրինակով մեր մյուս բոլոր պաշտոնյաները եւս նման հանդիպումների հնարավորություններ ընձեռնեն երիտասարդությանը, որպեսզի մոտ ապագայում, երբ մենք արդեն մեծ կյանք մտնենք, ավելի շատ գիտելիքներ ունենանք եւ կարողանանք կիրառել այդ։ Խոսելով հանցավորության կանխարգելման ուղղությամբ գրանցված արդյունքների մասին, նախարար Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին հանրապետությունում հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով։ Անդրադառնալով անչափահասների շրջանում հանցավորության ծավալների վերաբերյալ շրջանառվող բացասական պատկերացումներին, նախարարը ընդգծել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ անչափահասների շրջանում խնդիրները բացառիկ են, դրանք չեն բնութագրում բոլորին եւ համընդգրկուն չեն։ Նա նշել է, որ դպրոցներում առկա խնդիրները պետք է բաց ու թափանցիկ կերպով ճիշտ գնահատել եւ լուծել առանց դեպքերի քողարկման։ Այս գործընթացում կարևոր է ծնողների, ուսուցիչների եւ համայնքի ներգրավվածությունը։ Մենք անչափահասներին, երիտասարդներին ընդունում ենք, գնահատում ենք, ոչ թե հաշվի առնելով տարբեր մտածածին քննարկումներ կամ հեղեղուկ ձևակերպումներ, սիրողական գնահատականներ, քաղաքական տարբեր նարատիվներ կլինեն, թե այլ բաներ կլինեն, այլ հաշվի ենք առնում ձեզ բնութագրող տարբեր հատկանիշներ։ Ինչպես եք դուք ծավալում ձեր վարքագիծը դպրոցում, ընտանիքում, այլ պայմաններում։ Եվ ես վստահ եմ, որ հաշվի առնելով նաև այս կազմը, մեր հանրապետությունում բոլոր դպրոցներում մենք ունենք փայլուն աշակերտներ, որոնք որ շատ հստակ ունեն հստակ ընդգծված ուղի, այդ ուղիով գնում են առաջ եւ իրականացնում են իրենց առջեւ դրված նպատակները։ Եվ ուզում եմ նաև գիտակցենք, որ իրականում դուք հիմա հատկապես այն տարիքում եք գտնվում, երբ որ սկսում են արդեն ձեր կայացրած որոշումներն ավելի մեծ կշիռ ունենալ։ Եվ հետևաբար ձեր կայացրած որոշումները ավելի մեծ կշիռ ապահովելով նկարագրում են, թե դուք ինչպիսի սերունդ եք Հայաստանի Հանրապետությունում։ Նախարարն ընդգծել է, որ երիտասարդությունն ունի մեծ ներուժ, անհրաժեշտ է նրանց ուղղորդել զարգացման հնարավորություններ ընձեռելով։ Յուրաքանչյուր երիտասարդի վարքագիծ պետք է ձևավորվի ծնողների, դպրոցի եւ ուսուցիչների մշտական աջակցությամբ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիկին նախարարին այս անկեղծ հարց ու պատասխանը ունենալու համար աշակերտների հետ։ Ունեցանք շատ արդյունավետ եւ դրական հարց ու պատասխան, քննարկվեցին աշակերտների կողմից շատ հետաքրքիր հարցեր։ Արփինե Սարգսյանը հորդորել է երիտասարդներին կենտրոնանալ գիտելիքի եւ պատասխանատու վարքագծի վրա, ունենալ հստակ նպատակներ եւ հետեւողականորեն շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ ներկաներից յուրաքանչյուրը միայն որակյալ կրթությամբ կարող է կերտել իր ապագան, իսկ առկա խնդիրները եւ խոչընդոտները լուծելի են պատասխանատու շրջանակի ակտիվ համագործակցությամբ։ Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում երիտասարդները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը։ Թեմաները բազմազան էին՝ բուլինգ, կիբերանվտանգություն, կոռուպցիա, արհեստական բանականության մարտահրավերներ եւ այլն։ Վստահ եմ երեխաները, սովորողները ստացան իրենց հարցերի պատասխանները լիարժեք։ Մի բան է լավ էլ, որտեվ Տիկին Սարգսյանը բավականին
լայն մտքերով պատասխանում էր հարցերին։ Ավարտին օրվա խորհրդին համահունչ ներքին գործերի նախարարը աշակերտներին նվիրել եւ ստացել է գրքեր։ Դուք դիտում եք Կիրակնորի հերթապամասի վերջին թողարկումը, կհանդիպենք հաջորդ կիրակի այլ ֆորմատով։ Հաջողություն։